Բարերար Սամվել Կարապետյանը 100 օր է արդեն բանտում է Հայոց եկեղեցու պաշտպանության համար: Արդար է արդյոք ըստ ձեզ, չպիտի պաշտպանության բառեր ասեր եկեղեցու օգտին, թեկուզ ի հակառակ վարչապետ Փաշինյանի: Չեմ կարող ասեմ, դա ինչ հա, ինչի համար կալանքի տակ, ու հետո ինչ կլինի: Վատ բան չեմ ուզում ասեմ էկրանի, բայց ամոթ իրաց: Եկեղեցու, որը սկսեց, հենց էջեն Ադրբեջան եկեղեցից ասում է, սենց անեցա, սա սկսում է այդ անելու, էլի ասում է ժողովրդի մասին է մտածել: Նա այն գլխից սուտ ասելով եկել է, թենց է շարունակում է: Կամ մի մարդ է ասելով վերանում մի 7-8 հոգու բռնում է եկեղեցու, թենց բանով է տեել, օրենքն էլ սաղ իրա ձեռին է, մենակ եկեղեցին չէր կարող, որ իրա ձեռի տակ վերուներ, միկելացել է եկեղեցին: Ինչ կա չկա ինք արդեն մենակ անում է, իրա ուզածը, լացող մեկը չանի, ինքը պարզել ասում է: Դե կանանավոր էլ է նամահան այլ մանգալի, որովհետև Տյան Ալիևն ասել էր, որ բանա, նա էլ մի ման այլ մանգալի, առանց պատճառի մարդի վեկալավ բանտարկեց, թե եկեղեցուն է պաշտպանել, մեր ձևով ասել, մցավ հարցակույտ են ինչ անեն, կամ գնում են տները, պոլիպետ են վերնում, ավելի են վերնում, ասում են զենք երա, դանով մեր իշխանությունը վերացնեն, ինչքան սուտ կա, իսկի չգիտեն չով բռնեն, տերտերներին բանի որ բռնել է, սաղ է ձևի, սուտի, ոչ մի բան չեն գտել, բայց սաղին էլ արել են, դուս է գալի իշխանությունը, ինչ ուզում անում է ժողովրդի դեմ, նա ոնց կարող ժողովրդական է: Փաշինյանը, ասենք, այսօր կաթողիկոսների պատճառ է ինչ-որ, ինք ընդհանուր հայ ժողովրդի հավատքի վրա է հարձակում, ոչ թե կաթողիկոսի: Եթե ինք ուզենա կաթողիկոսին հեռացնել, ներքին կարգով կանչեր մոտը, կասեր դու հեռացված ես, ենթադրենք էլի սենց գնացեք ձեր պոստից, ոչ թե սենց կհանրայնացներ, ամբողջ աշխարհը կտենար ու կծիծաղեր մեր վրա: Մենք ստող կյանք ենք հավատացյալ, 301 թվից մենք ընդունենք կրոնը, չէ՞, ծացակալ ժամանակ, Սամվել Կարապետյանին փակեցին, բայց ոչ թե եկեղեցին, Սամվել Կարապետյանը մեր կողմից է, մենք քրիստոնյա ենք, բա ոնց անենք դա, դրանք մուսուլման, որ ճիշտ լինի, եկեղեցին ոնց է հակառակել ենք, մենք իրավունք չունենք, եթե եկեղեցուց մենք հակառակել ենք, մենք Աստծուն չենք ընտրել, ուրեմն մենք Աստծուն դրել ազգ ենք, հայերը Աստծուն դրել ազգ է: Եկեղեցին պետք է բոլորը հարգեն, եկեղեցին ամբողջ կյանքում ամեն ինչը փոխվեց, կոմունիստական կուսակցությունը փոխվեց 75 տարի հետո, բայց եկեղեցին երբեք չի փոխվել, այն Աստվածը կա թե չկա, բայց մեր հիմնական հավատը այսօր Աստվածն է, ինչի չպետք է պաշտպանել, ով կարա արգելի, որ ես Աստծուն չպաշտպանեմ, ոչ ոք, մեր հավատն ունի համար: Առաջի քրիստոնյա, գիտենք, պետությունն ենք, որ եկեղեցին է Տերը տվեց, ելում է պետք: Նա մենակ մի բառը, որ մենք էլ մերը կանենք, այդ բառը դարձրել են համաշխարհային պատմություն: Այ շատ վատ, որովհետև եկեղեցու դեմ հարձակումը դա շատ վատ է, այն էլ Հայաստանը, որ մենք միշտ էլ եկեղեցին հարգել ենք, որ եկեղեցին պետք է ժողովրդին, այսօր հարձակում, ես վատ եմ վերաբերվում, չգիտեմ: Իսկ ինչպես եք վերաբերվում, որ նրան այսօր կալանքի տակ են? Դա սխալ էր: Ինչու? Որովհետև ինչ արել այդ մարդը, ինչ արել, եկեղեցուն պաշտպանել է դրա համար է նա իրան բանն անել: Եկեղեցին սրբությունն է հայ ազգի համար, ինչ ասեմ,